Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Այսօրվա մեր զրույցը մենք առաջարկում եմ սկսել ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներից, այլ այն հարցերից, որոնց մասին այսօր ավելի շատ խոսում է ժողովուրդը, որը բոլորը դա են քննարկում։ Առաջինը քննարկում են կնիքի վրայից, այն կոչվում է այսպես մուտքի Հայաստանի Հանրապետություն մուտքի կամ ելքի սահմանանշանի կնիքի վրայից Արարատ լեռի ուրեմն դուրսբերումը, ջնջումը, դա նոյեմբերի 1-ից է աշխատելու, եւ երկրորդը խոսվում է այն մասին, թե ինչպես ներկայացումը ցանկապատ է կոչվում այդ ներկայացումը, Փաշինյանը օգտագործեց իր քաղաքականությունը կրկին քարոզելու նպատակով։ Եվ այսպես անպայման կուզենայի ձեր մեկնաբանությունը եւ կարծում եմ ոչ միայն ես, այլ մեր լսարանը կցանկանար ձեր տեսակետը եւս լսել, թե ինչու է Փաշինյանը խոսում Հայաստանի ցանկապատի մասին, օգտագործում անգամ այդ առիթը ներկայացումը եւ դրանից հետո քարոզում իր տեսակետը եւ ինչպես է գնահատում այդ փաստը, որ կնիքի վրայից հանվելու է այդ թուղթիկի վրայից հանվելու է Արարատ լեռի պատկերը, համեցեք։ Դե Արարատ լեռի պատկերը հանելը ընդհանրապես չեմ հասկանում, ինքը ոչ միտեղ ոչ մի կերպ խնդիր չէր առաջացնում, ինքը բավականին հետաքրքիր եւ նախ եւ առաջ Արարատը մեծ հաշվով հայկական մշակույթի մի մաս է, դրա հետ ոչ մեկ չի վիճում, երբեք չի վիճել։ Մենք իմացանք նաեւ հայ պաշտոնյաների տեսանկյունից այդ տեղեկությունը, որ դա Թուրքիայի պահանջ չի, այսինքն որ դիվանագիտական այդտեղ քայլ չկա, ոչ մի չկա, անճաշակության հերթական բան է, հրաժարվել, եկեք սենց ասեմ, այդ մոտավորապես նույնն է, ինչ որ այս ճարտարապետությունը կներեք այդ արտադրության համար չակերտավոր, հա, որ ինչ որ սենց տուփեր են սարքում քառակուսի պատուհաններով անդնմեն էլի տաշենք։ Այսինքն այդ մինիմալիզմը, այդ հրաժարվելը ամեն ինչից, դա մոտավորապես 70-ականների վերջ, 80-ական, 90-ական, այդ 90-ականների սկիզբ, այդ բանն, լիբերալ, սոցիալիստական վերջի շունչներ։ Հրաժարվել, չունենալ ոչ մի տարբերություն, չտարբերվել, բոլորը միասին լինեն, բոլորը նման լինեն։ Իրենք ասում են, որ բոլորի ոչ մեկի մոտ չկա, մեր մոտը չլինի։ Իսկ ես ասում եմ, ոչ մեկի մոտ չկա, թող մեր մոտ լինի։ Որովհետև երբ մարդը ճամփորդում է, երկար է ճամփորդում շատ, իր մոտ այդ կնիքի առկայությունը անձնագրում լավ հիշողություն է, հիշատակ։ Իսկ բացում է, հա, վայ, ասում է, Հայաստանում եմ եղել, որտեղ էս բոլորից տարբերվում է, ոչ միտեղ չկա տենց բան։ Ընդունենք ստիրանցի, որ ոչ միտեղ չկա։ Այսինքն ոչ թե քաղաքական անգամ երանգ եք տալիս, այլ ասում եք Հայաստանի խորհրդանիշն է դա։ Իհարկե, դա հայ ազգի խորհրդանիշն է։ Եվ երբ որ դու կնիքի վրա պահում ես, այդ մուտքի ելքի կնիքի վրա մասը պահում ես, մարդուն հիշեցնում ես, որ ինքը եկել է ու Արարատ տեսել է, ձև չունի, ինքը իջել է Զվարթնոց կամ ոնց ուզում ան եկել է Երևան, ինքը Արարատը տեսել է։ Ինքը Արարատ տեսել է հենց այտենց, ոնց որ ինքը այնտեղ պատկերված է, ու դա նաև շատ մեծ տուրիստական բան ունի։ Իսկ հրաժարվելը դրանից այդ գերնորմալության հիվանդագին նորմալ չտարբերվելու այդ քաղաքենիական մոտեցումն է։ Գուցե վախը։ Ինչ վախ, ասում է Թուրքիան չի պահանջի, ինչ Ես լսել եմ, դե տարբեր, գիտեք, ասեցի, այն ինչի մասին խոսում է ժողովուրդը եւ շատ վերլուծաբաններ խոսում են, եղավ այսպիսի անգամ վարկած, եթե մենք դա չհանեինք, այդ անցակետը, նրանք որ ուզում էին Թալյատ կար ինչ որ առաջարկ որ Թալյատ Փաշայի անունով դնեին, կդնեին Թալյատ Փաշային, որպեսզի չդնեն, մենք այս քայլին դիմեցինք։ Մարդիկ ովքեր դա անում են Թուրքիայի քաղաքականությունից տեղյակ չեն, Թալյատ Փաշայի անունով առաջարկը չնայած Փաշա Թալյատը ռազմական հանցագործ էինք։ Ինքը առաջին մարդն է, որը Պոլսի հենց Օսմանո
դատարանը իրան այդ դատավճիռը իր հանդեպ նաև իր հանդեպ հատկաց կասը կայացրել է մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու համար դա եղել է առաջարկ այդ առաջարկը եղել է 23 թվականին թե 24 եղել է ինչ-որ շատ մարգինալ քաղաքական ուժի որը Թուրքիայում նույնիսկ ինձ թվում է մի հոգով թե երկու հոգով ասենք բան արած ներկայացված շատ մարգինալ ու իր տենց հայտարարությունները ավելի շուտ ներքին թուրքական շուկա ունեն բայց դրանի պատասխան կարելի անել դրանի պատասխան մենք կարանք այս կողմի անցակետներ դնենք Սողոմոն Թեյլերյանի անվան ու թեման փակվի բայց ոչ Արարատ Լեռան պատկերը ինչի՞ս հանում ասենք ինչի՞ս ժողովուրդ ես ասում եմ չվախեք չվախելու հիմնական սկզբունքը այն է, որ դու պետք է հասկանաս ինչից ես վախում։ Հիմա քեզ ասում է Արարատը չհանես կդնեմ Թալատի անունով, այդ դիր։ Թալատի հարցը ես եմ լուծել։ Այդ դիր մի հատ է կլուծեմ։ Մոտեցման հարցն է, կարող է Թալատը տենց ինչ-որ վայելել է իր բանը։ Չէ, գլխից խփել են, չէ, գլխից թողել են։ Հիմա դիր քեզ որպես հիշատակ, որ մյուս անգամ իմանաս, որ դու կարող ես քեզ թվում է մի քիչ կարաս ինչ-որ հայերի վրա փորձես ռուսի ասած վերխ վերցնես, բայց հարցդ լուծվելու է։ Չես ապրելու։ Փախած ես ման գալու։ Ընտանիքի անդամները ազգանունները փոխելու են փախած ման գալու։ Այսինքն, այստեղ հարցը նրանում է, որ ամեն ինչին ի պատասխան գոյություն ինչի հետ քաշ։ Ինչ կա տեղ վախենալու, դրեց դու ստեղից Սողոմոն Թեյլերյանը։ Այդ եթե վախենալն է, բայց եթե ասում եք համոզմունքն է իրենք այդպես մտածում։ Չէ, համոզմունքն է, տեսեք, այդ հիմա այդ ցանկապատը, այդ խրտվիլակի գլխարկով ու խրտվիլակի շորերով մարդը, որ գնացել էր այնտեղ, վարչապետի հետ արտաքինով չէր բռնում։ Հա ինքը տենց իրան թվում է, որ գնում ես բան գյուղական համայնք, ուրեմն պետքա հագնվես այնց, որ այդ գյուղական համայնքի բնակիչը քեզ նայի մեղքա ասի, այստեղ են ընդհանրապես շոր չունի, ճաշակ չունի, կնիկ չունի, մեկ իրան չի սովորացնում ինչա պետք է հագնել, լավ է, լավ, ազատ ոչ էր, դա ոչ վարչապետի հագուստով, դա ազատ ոչ Չունչելիվերից գլխարկը հանել ու դնել գլխին, դա ազատ ոչ չի։ Այդ լրիվ ուրիշ պատմություն է։ Լավ, եկար նստեցիր, հարց չկա։ Եկար նստեցիր, նայեցիր, հետո սկսեցիր բրթել առաջ քո հերթական գաղափարը։ Հասկացանք։ Ինչա քո գաղափարը։ Քո գաղափարը այն է, որ հայ ազգը պետքա երազանք չունենա։ Դու ասում ես մի երազեք։ Ստեղ գալիս է կոնֆլիկտ, ախր ինքը այնքան չի կարողանում մարսել այդ ասում որ ժողովրդավար է, չէ՞։ Ժողովրդավարական սկզբունքների հիմքում հիմքի վրա կանգնած մարդը կամ շատ անգրագետ է, շատ ահավոր, կամ խաբում է, որովհետև Մարտին Լութեր Կինգի I have a dream-ից հետո ասել, այսինքն ես երազանք ունեմ, հայտնի է ճառը իրա, որից հետո որ բանը սկսվեց, ասել, որ ես ուզում եմ, որ ազգը չերազի, այլ ինչ անի։ Դառնա ես։ Չէ, շարունակությունը։ Չէ, ասում եմ, դառնա ես։ Այն ինչ որ ունես, դրանով բավարարվես։ Այսինքն նույն բանն է։ Այդ նույն բանը բավարարվեք ինչով կա։ Դա այն մարդիկ էին, ովքեր Մարտին Լութեր Կինգի դեմ էին։ Այսինքն, եթե ինքը տենց ուզում է այդ ոճի, հա, ասենք Նելսոն Մանդելաների գիրքը պետք չի կարդալ, պետք է ուղղակի իմանալ, որ I have a dream-ը դարձել էր բրենդ, եւ դրա շնորհիվ աշխարհը փոխվեց։ Եվ փոխվեց, որովհետեւ հա, դու պետք է ունենաս երազանք։ Դու ամեն մեկը առանձին պետք է ունենաք երազանք, եւ ոչ մեկ առավել եւս խրտվիլակի գլխարկով մարդը չի կարա ձեզ ասի դուք մի երազեք։ Էտա ախր ամենակարևորը էտա ինչա նշանակում երազանք չունենալ։ Երազանք չունենալ նշանակում է, որ ասենք աղջիկը, որը ծնվում է հերու ոչ հարուստ գյուղական համայնքի ընտանիքում, պետքա երազի ընդունվի համալսարան, ավարտի ու դառնա, որովհետև ինքը չի կարա, հա։ Չէ, կամ իրեն ասել են, որ ինքը չի կարա։ Չէ, ինքը ասում է մի երազեք։ Ինքը ասում է, ինքը չգիտի, պրոբլեմը որն է։
Ինքը չգիտի, որ մի երազեք Հայաստանի մասին եւ մի երազեք ձեր մասին, այսինքն եթե մարդը քեզ ծեծում է, պետք է տեղը մնաս, եթե բարիգը քեզ տալի տեղը տալիս է, դու պետք է այդ տեղը անես, գցես վենեկիդ մեջ, ինքը դա չի հասկանում, որ չկա տարբերություն մի երազի Հայաստանի մասին ու մի երազի լավ ապրելու մասին, դրա տարբերությունը չկա, ասում ես մի երազի, անջատում ես, ուղեղում այդ ինքը գործընթաց է, հա, երազանքը ինչ է, դու կառուցում ես այն իրականությունը մտովի, որը ուզում ես տեսնես, այդ կառուցածիդ մեջ դու ամբողջությամբ միավորում ես քո ցանկությունները, քո փափագած մտքերը, քո պատկերացրած քո աշխարհը, որովհետև մարդիկ ուղղակի այդ որ ասում են երազանք, այդ մենակ դրա մասին չէ, իրանց են տեսնում, չէ, իրենց ընտանիքը, իրենց մտերիմներին, այնտեղ են տեսնում են այդ լավի մեջ։ Ապագա կա, ապագայի հետ ո՞նց է խոսում մի երազիրը։ Հասկանում եք ինչքան է ինքը իրեն ակասում։ Շիզոֆրենիայի մակարդակը հասկանում եք։ Մարդ, որը հանեց, եկավ, ասեց ապագա կա, ապագա, եկավ հիմա հասավ նրան, որ մի երազիր, որտեղ է այդ, ոնց է կպնում, ոնց է այդ մարդը կարողանում դա անել, ուրիշ հարց է, ոնց է ինքը շարունակում հետևորդներ ունենալ, ոնց կարան լինեն մարդիկ, ովքեր այս սրան համաձայն են, որ իրանք բարձրացել են ապագա կա ապագայով, հիմա իրանք ասում են ոչ թե ապագա չկա, ոչ թե ներկայով պետք է բավարարվես, այլ ընդհանրապես պետք է բավարարվես նրանով, ինչը որ քեզ բան են անում։ Իսկ եթե ապագա կա, եթե դադարես երազել, այդ ձևակերպում այդ ձևակերպումը սկսի աշխատել։ Եթե դադարես երազել, ապագան դա ճորտությունն է։ Դու եզես, քեզ խոտ կտան կծամես, դաշտդ կվարես, հետ կգաս, հաղվերձանի երկի պես։ Հեզ, եզ, էտա։ Քանի որ Նիկոլը հիմա գնում է դեպի արևելք, ինքը թաքցնում է դա, չնայած ես էլ Արմեն Հովհաննիսյան բազմաթիվ անգամներ ասել ենք, իրա երազածը, ինքը տրամպիստ է, իրա երազածը 80%-ը եզ է, որը ինքը ինչ ուզում անում, ուզում է խուզում է, ուզում է կթում է, ուզում է մորթում է միսը ծախում է, կարևորը երազանք չունեն, ցանկություն չունեն, գոհ են նրանից, ինչ որ իրանց տալիս են։ Իսկ ինքը արևելյան տիպի դիկտատոր է։ Իր համար ամենահարմարը Ալիևի Օրբանի ֆորմատն է։ Տրամպը հիմա Ամերիկան փորձում է կոտրի, որ ինքն էլ այդպես լինի, որ ինքը սպիտակ տանը նստած որոշի ABC-ով հերոստալիքով, այս ինչ մարդը հումոր անելու է, թե չէ։ Նորությունը երևի դուք դա նկատի ունեք, պարզապես ասենք, որ լսարանը իմանա, վերջին նորությունը այն է, որ փակում է կամ հետապնդելու է այն լրատվամիջոցը, հերոստանգերությունը, որը քննադատում է Թրամփին։ Մաքուր տոտալիտարիզմ։ Այդ ABC-ի համար նշեցիք։ Աբերբայջան եւ Ալբանիա։ Երրորդ անգամ։ Ժողովուրդ ինքը դեմենցիայի մեջ է։ Երրորդ անգամ ես ուզում եմ նայեմ այն հասկանում եք լիքը հայ կար Ամերիկայում, որ իրան աջակցում էր։ Ուզում եմ նայեմ իրանց անմեղ աշկերի մեջ, իրանք գիտեմ, որ ալբանացի են։ Այսինքն դուք այդքան չկաք, որ իրան ձեն եք տվել, բայց չեք կարացել հասցնեք, որ քեզ հայերն են ձեր տալի, որ իրա ոտերին չի, Ալբանիայա, Արմենիայա, ինչ ուզում ալնի։ Այսինքն երրորդ անգամա Տիկին Կրիստինա Քվինին ոչ մեկ չի կանչում ազգային բան, ազգային ժողով լավ ջանդամ, արտգործնախարարություն, ասի խնդրում եմ, էլ ես քարտեզն այս մեծ տարերով տարեք դեմը դրեք։ Ինչ կլինի։ Կոպիտ ասացի չես տենց բաներ անում։ Մարդը դեմենցիայի մեջ է, հասկացանք։
այդ կարգի, այն խեղճ Ստալմերի հայացքից երևում էր, որ ինքը նույնիսկ չհասկացավ ինչի մասին է խոսքը, որովհետև Ադրբեջանը ինքը տեղը չբերեց, Ալբանիան էլ явно դեմքին գրած էր, որ ինքը Բալկանների վրա բան էր մանգալի, ասես երևի Սերբիայի մասին է խոսում, ինչ իմանամ։ Որտեւ Ալբանիան պատերազմի մեջ նորմալ մարդ գիտի չէ Ալբանիան, որ ասենք ինքը Բալկաններում է, ինչ եք ուզում Ալբանիայից ընդհանրապես։ Ընդ որում ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, արդյոք հիմա Ալբանիան որպեսի Տրամպին դուր գա պետքա Ադրբեջանին պատերազմ հայտարարի ու խաղաղության պայմաններ։ Նրանք ուրիշ խնդրի մեջ են, նախարարը նրանց AI նախարարը ելույթ է ունեցել եւ այնտեղ ամբողջ ընդդիմությունը էլ իրենց խորհրդարանում էլ շշեր, էլ ինչ ասես իրար վրա են թափում, որովհետեւ վարչապետի գլխին են թափում որովհետև նրանք սարսափած են։ Փաստորեն ինչ է դուրս գալիս, Ալբանիան ունի նախարար, որը AI է, այսպես ասած, արհեստական բանականության ստեղծած կերպար է եւ այդ կերպարը առաջին իր ելույթով հանդես եկավ եւ ասաց, հա, բայց գիտեք, չէ՞ ինչ ասել։ Ինչ է ասել։ Ասելա, որ խնդրեմը ոչ թվային բանն է, այլ մարդն է։ Մարդկության խնդիրները, այսինքն դա ռոբոտոտեխնիկայի այն 4 կանոնների ամենակարևորն է, որ արհեստական բանականությունը որոշում է կայացրել, որ մարդը խնդրեմ է։ Դա նշանակում է, որ Տերմինատորի մեջ ինչ-որ այդ մարդիկ տեսել են, կարա դառնա իրականություն եւ Ալբանիան շատ խնդրեմատիկ է, որովհետեւ ես վստահ չեմ, որ լավ մասնագետներ են վարժեցրել այդ արհեստական բանականությունը։ Այսինքն այնտեղ պատերազմ կարող է սկսել։ Չէ, ինքը կարա ուղղակի որոշի, որ ջրի մեջ, խմելու ջրի մեջ պետքա ցիանիդ լինի, որովհետև մարդկությունն է երկրի խնդրեմ։ Ինքը կարա որոշի։ Պատերազմ մարդկության դեմ։ Պատերազմ չէ։ Ֆիլմերի ոչնչացում միանգամից։ Հա, ինքը ակնհայտորեն պատերազմի չի գնա, որովհետև պատերազմի ընթացքում արհեստական բանականությունն է, ապուշ չի։ Ինքը բնական հիմարության հետ ոչ մի կապ չունի։ Խնդրեմը որն է, պատերազմը նշանակում է, որ ռումբեր են գնում, բան կարա իր դատակենտրոնին կպնի, չէ՞ այդ ռումբը։ Հա, միանգամից տոտալ ոչնչացում։ Դրա համար պետք է ասենք ջրի մեջ ցիանիդ լինի, հացի մեջ մկնդեղ լինի, այս տիպի պետք է լինի, ասենք գնացքները պետք է գնան շուռ գան, որ մարդկությունը վերանա, ոչ թե ենթակառուցվածքը վերանա, այլ մարդկությունը։ Խնդիրը նրանն է, որ հիմա մենք խոսում ենք, մեզ լսողը եթե հենց նոր միացրեց, կասի էս ինչ ֆանտաստիկային բաներ։ Ֆանտաստիկան որն է, դրա մասին բոլորը զգուշացնում էին։ Ասենք ինչի համար, արհեստական բանականությունը առաջի անգամ դրոներով կիրառվեց 21 թվականին Լիբիայում, որից հետո հենց մի անգամից փակեցին, որտեղ Լիբիայում կիրառումից հետո ընդ որում թուրքական բաներն էին, թուրքական դրոներն էին, ինչ որ մի բան են չէր գնացել, իրանք ոնց որ թուրքական պրոքսիների վրա սկսեցին կրակել։ Ինքը դրոն էր, որի վրա գնդաց էր դրած, ոնց որ ուղարկված էր, վերադառնալու ժամանակ, ոնց կարաց է տենց տեղավորվել է, գալուց տեսել, որտեղ նույն բանն են, ասենք նույն ջիպերով։ Չի տարբերակի։ Հա, չի տարբերակի, սրանց է սկսել վերացնել։ Անտեսելով բան, այսինքն ոնց որ վիզուալ պատկերի առաջնայինությունը բարձր է եղել, համապատասխան բանը չի աշխատել եւ ինքը սկսել է վերացնել։ Բայց դա նոր են փորձարկում եւ նախարար 21 թվին 4 տարի առաջ դրանից հետո ուկրաինական պատերազմը, հիմա արդեն ուկրաինական պատերազմում, ասենք քննարկվում է այդ բաների, դրոների ռոյ ոնց է ոհմակ, դրոնների ոհմակ, ԱԹՍ-ների ոհմակ, այսինքն իրանք յուրաքանչյուրի մեջ այդ արհեստական բանականությունը կա եւ այդ ոհմակը գնում է իրար երամ, հա, երամը շատ բարի բառ է։ Քանի որ վերև թռը։ Հա, բայց ինքը բարի բառ է, ինքը ոհմակ է, ստայ է, իրականում տենց է։ Իրանք իրար հետ խոսելով որոշում են թե իրար, այսինքն մարդ կա էլի հետեւ։ Էլի մեկ հոգի կա, բայց եթե մեկ հոգի սենց, հա, մեկ հոգի սենց ասենք առավելագույնը մեկը կարա 3 մինչև 3 կարա կառավարի ուշադրության տեսենք։ Այստեղ կարա կառավարի 15-20 եւ սրանք գնալուց որոշ իրանք իր մեջ, ասենք դու թիրախները դնում ես 4 թիրախ։ Իրանք գալիս են իրար մեջ որոշում են թե որը որին է խփելու
մնում է ստուգումը կպավ թե չէ, եթե անհրաժեշտ է մի հատ էլ է թիրախավորում, բայց այդ ամեն ինչ ընդեղ։ Այսինքն դու ընդամենը հետևում ես, դու չես գործողություն անում, այդ մանր-մունր գործողությունները, այդ միկրոմենեջմենտը արվում է արհեստական բանականության կողմից, որը այնտեղ է։ Դա պրոյեկտ է, թե արդեն դուք ասում եք Չէ, կիրառվում է։ Կիրառվում է։ Վերջի տվյալներով, որը որ հրապարակել է Մադյարը, այդ բանն է։ Ուկրաինական այդ դե իրանք առանձին զինատեսակ են ստեղծել գլխավոր շտաբում Մադյարը հրամանատարն է։ Ըստ բանի ես ասեմ, երբ եմ տեսել, սեպտեմբերի սկիզբ հուլիսին կիրառման մասին։ Այսինքն դե իրանք միշտ նմանատիպ բաներ ուշացումով են տալի։ Դեռևս 4 հատ է աշխատել, այն պահին, երբ որ հայտարարվել է նրա մասին, որ 4 հատանոց ոհմակ է աշխատել, բայց իմանալով, որ ուկրաինական կողմը հայտարարում այն, որ 150%-ով աշխատող է եւ ընթացիկ փորձարկումը, վստահ եմ, որ այս շաբաթվա սկիզբ ես տեսա տեղեկություն, որ գերմանական ընկերություն պայմանագիր է կնքել ուկրաինական համապատասխան գործընկերների հետ, որ Ուկրաինայում ստեղծվի եւ փորձարկվի այդ ոհմակների նոր սերունդ, այսինքն այն սերունդը արդեն համարվել է հաջողված։ Հիմա իրանք միասին են անել, ընդ որում ակնհայտ է, որ անում են Ուկրաինայում եւ Ուկրաինայում փորձարկում ինչու Եվրամիության Գերմանիայի տարածքում Եվրամիության չասեմ, որտեղ այնտեղ տարբեր է։ Գերմանիայի տարածքում օրենսդրական սահմանափակումներ կան արհեստական բանականության կիրառման մասով։ Ընդհանուր առմամբ զենքի մեջ մասնավորապես է, որը որ մորտալ, այսինքն մահկարապատճառ է։ Ուկրաինական դեպարզա պատերազմ են գտնում, տենց օրենսդրություն չկա, եւ որպեսզի այդ օրենսդրական խնդիրները չառաջանան, արվում է Ուկրաինայում դա։ Այսինքն այնտեղ նորմալ է, պատերազմը ռուս ենք վերացնում։ Այսինքն բարի գալուստ AI դե պատերազմ է ստացվում AI-ը։ Դե կներեք, բայց պատերազմը գնում է արդեն ինչքան ժամանակ։ Այդ պատերազմը սկսեց իրականում արհեստական բանականության, այսինքն մեքենայական ուսուցման, հա, կոմպոնենտներ, մանես չի որ մենք ես ասենք մինչև 2020-ի պատերազմը գիտեի, որ Հայաստանում կա այդպես փորձարկումներ արվում է։ Ուրիշ հարց է, որ բոլոր երկրներում, որոնք պատասխանատու են անվտանգության հարցի հետ կապված, ոչ թե զբաղված են նրան, որ փող են ծախսում, որ կնիկները փոխեն կամ ինչ-որ խրթվիլակի գլխարկառն բանակ են զարգացնում, այդ զարգացումը կարող լիներ այն ժամանակ։ Դե Փաշինյանը ասում է բանակը, ասում եք ուժեղ բանակումից ուժեղ, ինչ երկրից ուժեղ։ Քաղաքենիներ ինչի կարելի թույլ տալ երկու բան, գնալ թատրոն եւ ղեկավարել երկիր, այդ թվում բանակ։ Ինքը չի հասկանում բանակը ինչի համար է։ Ուժեղ քանի որ քաղաքենի է, տեղեկություն չունի եւ իր կարդացած գրքերի իմացած գիտելիք, ձեռք բերված գիտելիքը, ինքը չի պատկերացնում պատերազմը ինչի մասին է։ Խորհրդականներ չունի։ Չէ, խորհրդականներ չունի, ավելի վատն են, քան կներեք, եթե այդ մասնագետները թույլ են տվել, որ ինքը այդ անվտանգության կոնֆերանսից հետո նման հայտարարություն անի, կամ ինքը անվտանգության կոնֆերանսին վերական, ինձ թվում է դրա համար ինչ չեն կանչում, վեր են կանում, ասում են եկեք բան անենք, բանակը կրճատենք, ոչ մեկ չի հերնում, ասի, շիշը կտամ գլխիդ։ Ինչ է նշանակում բանակի գումարը բան։ Տեսեք, անվտանգության բանակի հետ կապված խնդիրը հետևյալն է։ Դու սկսում ես ներդրում անել, եւ որpիսի այդ ներդրման արդյունքը տեսնես, 3-4 տարի է պահանջվում։ Դու այդ ծրագիրը որ սկսեցիր, դու պետք է այդ 3-4 տարին այդ ծրագրի համար նախատեսված գումարները ավելացնես, որտեղ միշտ այդպես է։ Բերում ես, փորձարկում ես, ասենք, չգիտեմ, ինչ որ մի բան։ Կանտրաբաս ես բերել, թավջութակ ես բերել, էական չի, բանակային օրկեստրի համար, բերեցիր, փորձարկեցիր, լավը չէր, նորից գնացիր, լարերը փոխեցիր, այդքան էլ չի, տակի դեկան ճակ տվեց, մեր կլիմայի համար չի գնում ես, ասում ես, այս տակի դեկան էլ փոխի, այս ամեն ինչը տևում է 4 տարի, 4 տարի հետո նոր դու ստանում ես այն կոմպոնենտը, քո անվտանգության, որը դու կարաս 100%-ով կիրառես, եւ այդ 4 տարուց հետո նոր դու կարաս ասես այս թավջութակից 150 հատ եմ ուզում։ Որովհետեւ եթե դու ամենասկզբից 100 հատ թավջութակ պատվիրես ու բերես իմանաս, որ սրա, չգիտեմ, երկրորդ լարը
կտրվում է, դեկան ճաքում է, ինքը ասենք հարմար չի, իրա ֆուտլարը լավը չի, դու պրոբլեմ ես ունենում, դու 100 հատի փող պետք է նորից տաս, որ սարքես, սենց բերում ես, փորձարկում ես, դա կոչվում է պետական եւ ռազմական փորձարկում, բանակային փորձարկում, այդ փորձարկումը անցնում է 4 սեզոն, համար, աշուն, ձմեռ, գարուն, մյուս ամառը, այսինքն 1 տարի պտտվեց, տեսնում ես, որ երկրորդ ամառն է, որտեղ մեզ մոտ ամենահաճախ հանդիպող սեզոնը ամառն է, 310 արևային օր ունենք, ամառվա օրերին ջերմաստիճանը հասնում մինչև +50, բայց նրա համար, որ դա հասկանաս, պետք է ոչ թե խրտվիլակի գլխարկով ման գաս, այլ գլխավոր շտաբից կանչես այն հիմարին, որը մինչև հիմա ասում է, որ Հայաստանում արտադրված զենքտուզինամթերքը պետք է -30-ի դիմանա, որովհետև -30-ը նշանակում է, որ Հայաստանում գոյություն ունի առնվազն 1 ամիս, որի ընթացքում միջին ջերմաստիճանը, օրվա ընթացքում միջին ջերմաստիճանը -30 է, ես նորից եմ ասում, այդ սովետից մնացած ուխայլ կոչված ստանդարտը Հայաստանի բանակի հերանիցում է, դրա պատճառով, դա պահպանելով, Հայաստանի գլխավոր շտաբում նստած են մարդիկ, ովքեր դեբիլության պատճառով շարունակում են գնել ռուսական, որտեղ այդ ստանդարտը Ռուսաստանից բացի առանձնապես ոչ մեկ չի կիրառում, որովհետև աշխարհում կա շատ քիչ երկիր, որտեղ միջինում -30 է, ու տեղ պետքա տանկ կիրառվի։ Հասկանում եք, այն որ -30-ը, ասենք, չգիտեմ, միջինում ու անադիրում կամ Չուկոտկայում, դա չի նշանակում, որ այդ տանկերը պետք է կիրառվեն այնտեղ, չէ՞։ Դա հիմարություն է, որ մերոնց ասում ես ինչի համար եք տենց անում, ասում է դե բանա, Ամասիայում -65 ա եղել։ Ասում եմ, հա, երբ որ Խրուշչովը կիրառել է այն Կուսկինը մաչ կոչված ատոմային ռումբը, որը այնքան փոշի էր բարձրացրել, որ այսպես կոչված բան էր, միջուկային ձմեռ էր, աշխարհում էր, այդ ժամանակ օյմեկոդն էր -65։ Հենց այդ տարվա հետ է կապված, որ մի հատ դեպք ա եղել Հայաստանում։ Ասում եմ, միջինում 30 օր 24 ժամվա ընթացքում միջին ջերմաստիճանը -20-ից -30, երբ է եղել Հայաստանում, սովետական կրթություն ստացած կամ ռուսական կրթություն ստացած գլխուղի ֆրունզեով տառապող դեբիլ լամպասներով մարդիկ խոսակցությունից փախնում են։ Այ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը պետք է լուծի, որպեսզի մեր գլխավոր շտաբում լինեն մարդիկ, ովքեր պարտադիր պետք է իմանան անգլերեն, ֆրանսերեն, արհեստական բանականություն, կարդան, սովորեն, ոչ թե լինեն դեբիլ, որը ամբողջությամբ նվիրվում է բանին, ռուսական ուստավին։ Եվ երբ որ անվտանգության մասին խոսում ես, պետք է դրա մասին խոսես, պետք է խոսես նրա մասին, որ երբ որ դու Բայդենի անվան ճանապարհ ես բացում, Տրամպի անվան ճանապարհը Ալբանիայում է, գիտենք, մեր մոտ չի, որ մեղրի լեռները պատրաստում ես կտրել մինչև Կովսական, դու ստեղծում ես ահռելի մեծ անվտանգային վտանգ, ահռելի, որը կուպաժան, որը փակելու համար այդ անվտանգայինը, դու ռազմական բյուջետ պետք է 30%-ով մեծացնես, ինչու, որովհետև դա Սյունիքի ամենահարավային կետն է, եւ նույնիսկ եթե շատ ուզենաս, անհրաժեշտության դեպքում դու չես հասցնի այնտեղ նորմալ զորամիավորում, որը կպահի մեղրին։ Այսինքն, դու պետքա մեղրին սարքես մի Երևանի նման ամրոց, ռազմական այդ բաներով, կետերով, ռազմաշրջաններով, պահպանության կետերով, հակատանկային միջոցներով, որպեսզի մեղրին շրջափակման մեջ դիմանա այն 20 օրը, մինչև դու Նախիջևանը տանկերով կկտրես, կգնաս իրան օգնության։ Հենց դրա մասին է հարցը, որ Նիկոլը հարց է տալի, ումից ուժեղ պատասխանում եմ։ Ուրեմն վերին շորժայի այդ կտորից դուրս գալ դեպի Օմար, Թովուզի մոտից կտրել, որպեսզի նավթամուղ, գազամուղը չաշխատի եւ Նախիջևանը մաքրել, այդքան ուժեղ։ Հարցա տալի, պատասխանում են, չեն կանչում այդ կոնֆերանսին, ջանդամից կանչեն, նվեր եմ տալի։ Այդ այն բանակը, որը որ դու պետք է ունենաս։ Այդ բանակը պետքա չունենա ռուսական ոչ մի բան, ընդհանրապես։ Նույն են ազատ ռացիաները, որի մասին ես բազմաթիվ անգամ եթերում խոսում եմ։ Հիմա Ռուսաստանում դատում են,
այն գեներալներին, որոնք այդ ազատ ռացիաները բերե դրել էին։ Բայց Հայաստանի բանակը չգիտես թե որոշել էր, որ պետք է ազատ ռացիաներ ունենա։ Էտա հարցեք տալի պատասխանում։ Օդուժ 0 հարաբերություն է Ռուսաստանի հետ, ռուսական բազան գնում է, Ռոսսотрудничествան, Դոմ Մոսկվին, ռուսական լրագրողական կետերը, ռուսական ԶԼՄ-ները, Yandex-ը, ամեն ինչը Հայաստանից փաթեթավորվում է ու դուրս է շպրտվում, որպեսզի մենք կարողանանք խոսենք դրա մասին, որ մենք բազային մեր անվտանգությանը, մեր թիկունքը ապահովել ենք։ Այդ դրանից հետո նոր։ Իսկ կանգնում ասում է ռուսական բազան չենք հանում, ԵԱՏՄ-ից դուրս չեն գալի, ամեն ինչ ցենտր է, ինչքան պրոռուսական նախարար, փոխնախարար, վարչապետ կա, սաղին թողում ենք, սա բանը հետո ասում է բանակն ինչ եմ անում։ Այդ չէ, որ այտենց ես անում, բանակն ինչ ես անում։ Դու ով ես։ Դու շլյապով մարդ ես, ով առավելագույնը կարող գնա ՄԿՕ-ի մոտ օգտվի նրանից, որ ՄԿՕ-ն զահլա չի անում հետդ խոսը։ Ցանկապատ էինք խոսում Փաշինյանը այդ օրինակը բերեց այդ ցանկապատի հետ համեմատությունը, ես գիտեք ինչ հիշեցի նոր որ խոսում էի, հիշեցի որ 20 թվականին խոսում էին այն մասին, որ պետք է լինի ազգ բանակ եւ երկիր ամրոց, այն ցանկապատի դեպքում, որը այսօր ձևավորվում է Թրամփի միջանցք կոչվածով, բաց կոմունիկացիաներով, մենք երկիր ամրոցը հիմար տեզիս է։ Երկիր ամրոցը հիմար տեզիս է։ Այսինքն տուն ամրոցն է, կարևոր շվեյցարիայում տունն է ամրոց։ Երկիր ամրոցը, որտեղ ամեն տունն է ամրոց։ Երկիր ամրոցը այդ Ռուսաստանի պրինցիպն է։ Երբ որ արտաքին բան ես անում, տենց փշալար ես բան անում, ցանկապատում ես, բայց մեջը փափուկ է, մեջը բան է, այդ կրեայի պես է, որ հա շատ տպավորիչ է, բայց ընդհանրապես զրոյական բան ունի։ Հա ինքը տենց եթե չի ընկնում կոնֆլիկտի մեջ այդ կրան, ինքը կարող ապրի անվերջ։ Դե Փաշինյանը ասում է մենք կոնֆլիկտ չպիտի ունենանք մեր Չես կարա դու կոնֆլիկտ չունենաս։ Ապրենք անվերջ։ Դասական է, չէ, դասական 1956 թվականին Լուիս Կոզերի պաշտպանած դոկտորական թեզն է, որը պաշտպանել է Ամերիկայում, ինքը ծնվել է Գերմանիայում, գերմանական դասական սոցիոլոգիայի ներկայացուցիչ է Վեբերը, դա որ հրեա է Ամերիկայում պաշտպանել է, կոչվում է սոցիալական կոնֆլիկտների գործառույթները եւ ապացուցված արդեն աքսիոմատիկ է, որ եթե իրավիճակում կա առնվազն օրինակ, երկու հոգի է, երկու կողմ է, եւ իրավիճակը կոնֆլիկտային է, մեկ կողմի համար, իսկ մյուսի համար ոչ, այդ իրավիճակը կոնֆլիկտային է իր արդյունքով 100% հավանականությամբ, եթե մենք նստած ենք, ես չեմ ուզում կոնֆլիկտ, դիմացինս ուզում է կոնֆլիկտ, ինքը փորձում է տենց ինչ-որ բանան, ինչ-որ մի պահի, ինքը չափ հանցնում ու դա դառնում է կոնֆլիկտ, ես կարամ չպատասխանեմ ինքը ինձ մորթի, ես կարամ պատասխանեմ ու դա դառնա պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ իր մանկության դոստերի ինստիտուտը, որ Տավուշի մարզի եւ Թովուզի ռայոնի Շիրակո Շագայիթ Ադրբեջան այդ դոստերի ինստիտուտը չի աշխատում, որովհետև դա այլասերվածություն էր։ Չկա սովետական միության, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, որովհետև նույնիսկ այն ժամանակ, սովետական միության ժամանակ, Հեյդար Ալիևը ամեն ինչ անում էր, որ Հայաստանից տարածք փոկի։ Կաշառքներով, կուտը տալով, դոստերի ինստիտուտներով, որտեղ ընդեղ տոտալիտար էր, իսկ ստեղ չէ, ստեղ ասում էին, դե լավ հիմա ինչ են յայլ են աթոգան ընդեղ ապրեն։ Դե դրա համար հիմա սահմանազատման ժամանակ այդ սա մեր դիմաց դրվելու է։ Հիմա հարցը գալիս է նրան, որ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում։ Ես էլ եմ ասում, ինքը դավաճան չի, ինքը բան չի, ինքը առած չի, ինքը էս չի, ինքը անգրագետ է։ Ինքը անգրագետ է, ինքը դա չի հասկանում եւ քաղքենի է չի ուզում, որ իր կողքի մարդիկ դա ասեն։ Նույնիսկ իր կողքի մարդիկ, ովքեր դա գիտեն, փորձում են հասցնեն, ինքը սուտ է խոսում, ասում է խաղաղությունը, իր շրջապատի մարդիկ կանգնում են, ասում են խաղաղությունը չկա։
եւ նույնիսկ եթե կնքվի դեռ երկար խաղաղություն չի լինելու։ Էտա տարբերությունը։ Գովազդ եմ հայտարարել եթերում, բայց այս հարցը տամ, որ ամփոփենք, նշանակում է արդյոք, որ Հայաստանը շարունակում է մնալ պատերազմի մեջ, այսօր եւս պատերազմի մեջ է, եթե այո, երբվանից է այդ պատերազմը սկսել, կամ ոչ պատերազմի մեջ չէ, մենք արդեն խաղաղություն ենք հաստատել, ինչպես ասում է Փաշինյանը, ինչպես անգամ Ալիևը, կարծեմ մի քանի օր առաջ ասեց խաղաղությունը եւ ինչպես Թրամփն է ասում Ադրբեջանը եւ Ալբանիան իշնորհիվ Թրամփի խաղաղության մեջ են։ Հայաստանը պատերազմի մեջ է այսօր թե ոչ։ Շարունակում մնալ։ Այո։ 1914 թվականից 110 տարի պատերազմի մեջ ենք։ Ոչ ման չի փոխվել։ Սովետական միությունը դա պատերազմի ավարտ չէր։ Դա ընդհանրապես ճնշման տակ ռազմական գործողությունների բացակայությունն է։ Հիմա մենք նույն փուլի մեջ ենք։ Իհարկե։ Այսինքն պատերազմի մեջ ենք, բայց էլ չկա։ Չէ, պատերազմը դրսևորումներ էլ կան, չէ, պատերազմի։ Տեսեք, պատերազմը ես շատ կոնկրետ եզրույթ է։ Օրինակ սահմանային միջադեպը եւ պատերազմը դրանք իրականում տարբեր բան են։ Խնդիր չկա։ Պատերազմ ծանր տեխնիկայի կիրառմամբ ոչ։ Կոնֆլիկտ է պետք ասել, պատերազմ չէ։ Կոնֆլիկտը չի ավարտվում, ես դրա համար եմ ասում։ Խնդիրը նրանում չի, պատերազմը դա դիվանագիտական եզրույթ է, որը հարմար է։ Ասում են հիբրիդային պատերազմ։ Դա էլ է պատերազմ։ Դա Գերասիմովն է հնարել, հա, դա կոնֆլիկտի արտահայտումը, հա։ Գերասիմովն չի հնարել, Գերասիմովի մոտ դա կաշառակերության բան էր, որպեսզի գումարները FSB-ից վերաբաշխվի դեպի ԳՌՈ եւ Գերասիմովի այդ հայտարարությունից հետո 15 թե 15 թվականին գումարները, որ վերաբաշխվեցին, հետո Ռուսաստանի ԳՌՕ-ի պետին սպանեցին Սիրիայում, թե Լիբանանում, ոչ մեկ չգիտի, իսկ դիակը գտան Թուրքիայում, այսինքն սպանեցին, գցեցին ծովը, իրանք գտան Ադանայում, բանում, Կիլիկիայում գտան։ Դա շատ հետաքրքիր պատմություն է թուրքական մամուլից բանոց ժամանակին։ Այսինքն էդ էր, երբ որ ինքը ասեց հիբրիդային պատերազմ, չի Գերասիմովը հիբրիդային պատերազմ, սաղ կյանք KGB-ն, NKVD-ն, Գուբչեկան դա արել են։ Գերասիմովը երբ որ հայտարարեց հիբրիդային պատերազմ, դա հայտարարությունն էր նրա մասին, որ ես ուզում եմ բյուջեն վերաբաշխվի։ Շոյգուի տակ վերաբաշխվեց։ Վերաբաշխվեց, բավականին մեծ գումար եկավ, ինչ եղավ դրանից հետո, դրանից եղավ սպանեցին ԳՌՕ-ի պետին, Վագները մտավ այդ բյուջեի մի մասը վերցրեց Սիրիայում, հիշում եք այդ սաղ պատմությունը, եւ հետո Վագները գլուխը կերան ԺԿ-ից անմիջապես հետո Շոյգուի սաղ տեղակալներին նստացրեցին, մինչև հիմա նստացնում են։ Շոյգուինը գլխից հանեցին եւ այդ բյուջեները հետ վերաբաշխվեցին դեպի FSB եւ SVR, այսինքն դաշնի ոչ հասկացաք, մեկը նարիշկին է, մեկը բանը գովազդա մեր եթերում։ Գովազդա մեր եթերում, այո։ Գովազդա մեր եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժակա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է
11:35 North Pacific Avenue հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ վերլուծաբան։ Պարոն Սարգսյան, միակ նորությունը, որ ոնց որ թե դուրս բերեցինք, գուցե ես ինչ-որ բան բաց եմ թողել, համենայն դեպս դա ֆիքսվել է հստակ, Հայաստանի եւ Թուրքիայի վերջին Քլոչ եւ Ռուբինյան հանդիպումից հետո որոշումներ, որ Հայաստանը եւ Թուրքիան միասին պետք է վերակառուցեն Անի կամուրջը։ Էլ ինչ պետք է անեն միասին եւ ընդհանրապես այդ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը ինչպես եք տեսնում, հիշեցնենք մինչև Ադրբեջանը ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, որով պայմանավորում է Թուրքիան իր հարաբերությունների նորմալացումը Հայաստանի հետ եւ չեմ հիշում մենք իրար հետ քննարկել ենք թե ոչ համենայն դեպս այս կոնտեքստում կարելի է նորից հիշեցնել եւ փորձել հասկանալ ինչ նկատի ուներ Ֆիդանը կամ ինչ գիտի Ֆիդանը, որ մենք չգիտենք, որ ասում էր, որ Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Մեծ հավանականությամբ այդ վերջի հայտարարությունը Ֆիդանի կապված է Եվրոպական վեաժողովի հետ, այդ Միացյալ Եվրոպային վեաժողովը Հայաստանում տեղի ունենալու, դա շատ լավ տարբերակ է ստորագրելու։ Ուրեմն մինչև դա պետք է սահմանադրության մեջ կարող է, չէ, կարող է ջրվի այդ թեման սահմանադրության։ Այսօր էլի խոսում էին այդ մասին ադրբեջանական Եթե խոսում են, ուրեմն չի կնքվի։ Տեսեք, սահմանադրության վրա հղում անելը դա մի փոքր անիմաստ եւ հիմարություն է, որովհետեւ այս դրա մասին հաստատ խոսել եմ, բայց նորից կասեմ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախությունը, որից հետո Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել են պետություններ։ Երկրորդը թե երրորդը, ոբշեմ, առաջին ինգյակի մեջ հաստատ Թուրքիան էր, 100% Թուրքիան էր։ Բավականին հետաքրքիր է, չէ, որ հռչակագիրը, որը Ադրբեջանն ասում է անընդունելի է, բայց Թուրքիան դրա հիման վրա Հայաստանի անկախությունը ճանաչել է։ Հիմա կներեք, եթե Թուրքիան ճանաչել է, ամբողջ աշխարհը ճանաչել է եւ ՄԱԿ-ը ճանաչել է, ըստ այդ հռչակագրի, որտեղ ուրիշ փաստաթուղթ չի եղել։ Իսկ սահմանադրությունը եղել այն ժամանակ, որ մեզ բոլորը բացի Պակիստանից արդեն ճանաչել էին։ Ու կարող է ինչ-որ Վանուատուների հետ հələ կնքած չէինք պայմանագրեր, բայց նույնիսկ չէր որ երկրների ճանաչելը կամ չճանաչելը մեզ տաքեր կամ սառը։ Այսինքն Թուրքիան ճանաչել էր ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Հնդկաստանը, Չինաստանը, բոլոր ճանաչել են։ Լիտվան առաջին մեր բանը ճանաչել, անկախությունը, երկրորդ Թուրքիան հիշեց։ Եվ ինչն է խնդրեմը այդ հռչակագրի հետ։ Մեզ բոլորը այդ թվում Թուրքիան համաձայն այդ հռչակագրի են ծանոթ։ Սահմանադրությունը ընդունվել է 95 թվին։ Որ փոխեմ իրավաբանորեն դա ոչինչ չի փոխում։ Իմ անկախությունը ճանաչված է համաձայն այն հռչակագրի, որ ուզում են։ Ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալն է, ինչ որ բան կրուճկատվորիչներ, այսպես ասած են խուճուճ իրավաբաններ գտել են թեմա, ընդ որում Ռուսաստանում։ Վստահ եմ, որ սա ռուսական պաս է, SVR-ի պաստ է, որ սա լավ առիթ է մշտապես չստորագրելու, սա պահանջն է,
Ռուսաստանի պահանջն է։ Ռուսաստանը Ադրբեջանի վրա բացի ճնշելուց նաև ֆինանսապես բավականին լուրջ դա ճնշում չի իրականում, ինքը ունի լծակ, հա։ Դե Պուտինը ասեց, չէ, ասեց Լծակ ունի։ Հետևաբար ինքը կարող ասի ախպեր Հայաստանին չկնքես։ Որովհետև Ռուսաստանին պետք չի, որ սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջև բացվի, որովհետև Թուրքիան դա Եվրամիության հետ միասին գտնվում է նույն մաքսային միության հետ։ Մեջ հետևաբար Թուրքիան բացի նրանից, որ ինքը միջազգային առևտրի կազմակերպության անդամ է, ընդ որում պատասխանատու անդամ։ Մի կողմ։ Ինքը նաև Եվրոպական միության հետ այդ մաքսային միության մեջ է։ Հետևաբար Հայաստանի եւ Եվրամիության մաքսային սահմանի փակ լինելը դա մի հատ ահռելի հարց է Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում ռուսական ազդեցության գծում, թե չի մնա։ Էսա, եթե այդ սահմանը բացվում է, որովհետև պետք չի դիտարկել Թուրքիան։ Ինքը դառնում է Եվրամիության հետ ընդհանուր սահման։ Այսինքն դուք ապրանքը դուրս է գալի եւ այն մաքսազերծումը, որը ինքը կանցնի, ասենք, չգիտեմ, Իգդիրում կամ Սուրբ Մարիամում, որը հայերը չգիտես ինչի ասում են Սուրմալու, էական չի, ընդեղ կանցնի կամ Կարսում։ Ինքը այդ մաքսային փաստաթղթերի հիման վրա կկարողանա գնա մինչև Եվրամիություն։ Եվ հիշեցնեմ, որ այս տարվա հուլիսին ֆրանսիական այդ Մայերսկի համարժեքը լավ Թուրքիայի ամբողջ էսպանը գնել է լոգիստիկ ամենախոշոր օպերատորին գնել է եւ փաստացի թե Կարսում, թե Իգդիրում, թե Ալաշկերտում, թե Բայազետում բոլոր քաղաքներում այդ պահեստները բաները իրանք նաեւ ֆրանսիական են, այսինքն կան նաեւ ֆրանսիական եւ կա ֆրանսիական փոխադրամիջոցներ համապատասխան կոնտեյներներ բաներ, այս սրա մասն է խոսքը, միակ երկիրը ում ձեռք չի տալիս եւ սա պետք է շատ բարձ հասկանալ, որ ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, ով Հայաստանում դեմ է արտահայտվում Թուրքիայի հետ ապրակաշրջանառությանը, ինքը հանդիսանում է ամենավատ ռուսական գործակալ, հենց գործակալ։ Կան պրոռուսական ուժեր, որոնք սենց թենենց նույնիսկ Նիկոլն է պրոռուսական ուժ, ԵԱՏՄ-ում մնալը, բանը, այդ ամեն ինչը պրոռուսական բաներ, երանգներ ունի։ Իսկ կան ուժեր, որոնք գործակալներ են։ Այսինքն իրանց գործոնը, իրանց Ռուսաստանը օգտագործում է մեկ անգամյա օգտագործման են կամ առավելագույնը երկու։ Իրանց պետք է, որ այդ թեման միշտ բանանի, պետք է սահմանը չբացվի։ Սահման բացվելու հետ կապված այնքան հիմարություններ նետվում դավադրական տեսություններ, որը հիմնականում ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Կա հետևյալը, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը դա մեծ հաշվով ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության հետ սահմանը։ Նույն մաքսային միությունն է։ Այնտեղ մաքսային միությունն է Եվրոպայի, ստեղ մաքսային միությունն է Ռուսաստանի։ Բացի զուտ Հայաստանը, որ կաճի կշնչի ապրանքաշրջանառություն կլինի, Ռուսաստանը ուզում է, որ ԵԱՏՄ-ի եւ բանի միջև, Եվրոպայի միջև, մենակ ինքը ունենա սահման, որ ինքը վերահսկի այն հոսքերը ապրանքների եւ ծառայությունների, որոնք գնում են Եվրամիություն եւ հետ են գալիս, որովհետեւ նորից եմ կրկնում, Ամերիկայի Միացյալ Նահանգները 320 միլիոն մարդ է, Եվրամիությունը 450, Եվրամիությունը պլյուս Բրիտանիան, պլյուս Նորվեգիան, պլյուս Շվեյցարիան, այդ մեծ բանը, հա, այսպես կոչված Եվրոպան, մեծ Եվրոպան, ինքը 500 միլիոն է, պլյուս Կանադան 25 միլիոն է, 30 միլիոն են դեղա գալիս։ Այսինքն այդ Եվրատլանտյան բլոկը Տրամպին հանած, որտեվ Տրամպը ինչ-որ տարիֆային հիմարություններ է դուրս տալիս, այս Եվրատլանտյան բլոկը նույնիսկ ԱՄՆ-ից է ուժեղ, թե ռեսուրսներով, թե ազատ տնտեսական բաներով, տարբեր մոտեցումներով, որովհետև ուժը տարբերության մեջ է։
Տրամպը հիմա ինչ անում, Տրամպը սարքում է տոտալիտար երկիր, ինքը տենց ինչ-որ կանչում է կորպորացիայի ղեկավարին, ասում է լսի ուրեմն սրանից հետո դու պետք է բերես տեղ գործարան դնես, այս գործարանը ինձ ծիծաղը գալիս է, որովհետև սա ինչ-որ ստալինյան մոտեցում է, իրես ինչ կա, դու պետք է բերես տեղ, պետք է գործարան դնես, այս գործարանում պետք է այսքան մարդ աշխատի, պետք է, ով ասեց, որ տենց աշխատում է տնտեսությունը, Սովետը տենց քանդվեց, ուստի Ռուսաստանը ինչ պետք է այստեղ անի։ Գործակալներին խոդիտը Նախընտրական շրջան է, ոնց որ Հա, նախընտրական շրջանը, հա, լիքը մարդ կելնի կասի, սա Թուրքիայի հետ սահմանը բացում են, սա թուրքերը կգան, սենց կան, ամենածիծաղալին որ Թուրքիայում նույն բանն են ասում։ Սա սահմանը բացեցին, հայերը գալու են իրանց պապերի տները վերցնեն, իրանցով անեն, մենք դրանց գիտենք, այսքան տեղ ես տալի, այսքան գրավում են։ Նույն բանն է։ Քանի որ թուրքական այդ հորդի բաներն են, Սելջուկ բոլշևիկյան այդ նույն ոչնչությունների հավաքածունը, հա, որոնց են որ ոչ մի բան չի իմացել, ոչ մի ազգ արմատ բան չի իմացել, դե ասել են դու ռուս ես, դե ասում են բան դու թուրք ես։ Չնայած Օսմանյան կայսրությունում թուրքը հայհոյանք էր։ Օսմանյան կայսրությունում Օսմանո բանին, ասենք ազնվականին ասեիր թուրք կհաներ յատաղանով գլուխ կկտրել բանը բարեկամների հետ։ Թուրքը վիրավորական էր։ Այդ շատ մոտիկ է նրան, թե ինչն է բանը, հա, ազնվականների մոտ այդ բանվոր բան դասակարգը, այդ ռաբոչը քրիստիանսկի, դա էլ էր վիրավորական։ Սմերդ, խալոպ, ռուսականում, իրանք էլ ասցին բան, չէ, кто был ничем, тот станет всем։ Նույն բան արել է Աթաթուրքը։ Ասել է դուք բոլորը թուրք եք։ В смысле, ավելի ցածր բան չի եղել այնտեղ։ Նախընտրական Հայաստանի մասին էլ խոսենք, մի քիչ ձեզ Եթե ուզում եք։ շատ հոգնեցրեցի, բայց չենք կարող չխոսել, որտեվ գնալով մոտենում է։ Դա ինչ որ աղմուկ են բարձրացրել։ Այո։ Ինչ եք տեսնում այսօր, իհարկե հարցս մի քանի շաբաթ առաջ կարծեմ ես այդ հարցը տվեցի, դուք մասնակցելու եք թե չէ։ Այո։ Ես մեկնաբանություններից տեսա ժողովուրդը որքան են սպասում դրան, դուք պատրաստ եք թե չէ չգիտեմ, բայց ժողովուրդը պատրաստ է։ Մասնակցել ենք իհարկե։ Լավ, ուրեմն դուք մասնակցելու եք ինչ տեսքով, բայց իմ հարցը դեռ ձեզ չէր կոնկրետ, կարող ենք այդպես էլ հարցնել, ինչպես եք դուք պատրաստվում ընտրությունների, բայց ինչ է նախատեսվում այս ընտրություններին, ինչ փորձություն է լինելու ժողովրդի, քաղաքացիների, այսինքն ինչ փորձության միջով է անցնելու քաղաքացին, որովհետև որքան հասկանում եմ ստանդարտ չէ իրավիճակը այսօր, գուցե սխալվում եմ համարում։ Տեսեք, իրականում ստանդարտ չի, երբեք ստանդարտ չի լինի։ Ստանդարտ նշանակում է, որ կյանք չկա, պրոցեսը կանգնել է, այսինքն եթե ընտրություններից ընտրություն ամեն ինչ նույնն է։ Առաջադրվում են ABCD կուսակցությունները, ստանդարտը դա է, հանգիստ տեսնում ես սրանք են, գնում ես հանգիստ ընտրում ես քո ընտրությունը։ Եվ վերջ։ Այդտենց էլ լինելու է։ Ամենակարևորը, որ այդ ABC կուսակցությունների մեջ որ մարդը գնա ընտրվի, ինքը էմոցիաները անջատած գնա։ Տեսեք։ Խնդիրը որն է Հայաստանում, մշտապես։ Հայաստանում ստեղծվել ավանդույթ, որ իշխող ուժը եւ հիմնական ընդդիմադիր այդ բլոկը իրանք վախի մթնոլորտ են ստեղծում։ Տեսեք, իշխող ուժը ինչ անում։ Իշխող ուժը ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելու համար գնում է ասում է գործից քեզ կհանեմ։ Նույնիսկ եթե դա բան չի, ասենք նրանք ովքեր ցուցակում 10-15-րդ համարն են կամ ում բարեկամներն են ցուցակում։ Պետք է ճիշտ հասկանալ, հա, process-ը։ Դա նենց չի, որ իշխանության մեջ գտնվող անձինք այդ քաղաքական կուսակցության բաները, առաջնորդները, վարչությունը, բան գնում էր տենց ընկնում էր նախարարություն առ նախարարություն, դպրոց առ դպրոց մորթում էին սաղին, ասում էին այ անձամբ քեզ գիտես ինչ կանենք, չէ։ Խոսքը նրա մասին, հա, որ ասենք մեկն է, իր Եզանգեղի բարեկամը, ասում ես Եզանգեղից բարեկամը կարա դառնա դեպուտան, գնում է իր ինքը այսքանի հնարավորություն ունի, գնում է այսքանի իր հնարավորության աշխատողներին, ասում է լսա մեկ արա, մեկը դիմացել եմ սենց չանեք, հա, սաղիդ գործից կհանեմ, ընդ որում հենց տենց էլ ֆորմալ, սաղիդ գործից կհանեմ, ու երբ որ հել այն ժամանակ, որ մենք բան էինք անում,
ընդդիմադիր բան շարժում էր, բան գալիս ինք հասկանում, բուրտում ինք հասկանում։ Առաջին ընտրությունները իրականում Լևոնը կեղծեց։ 96 թվականի նախագահական ընտրությունները շատ լավ հիշում եմ, գիշերով գնացինք բան, Նորագավիթում ուրեմն գրանցված 2200 հոգի կար տեղամասում, 2200 հոգին Լևոնին ձեն էին տվել։ Այսինքն ոչ մեկ մտքով չէր անցել, որ չի եկել այդպես վատացնել։ Բայց երբեմն ավելի շատ էին ձայն տալի, քան գրանցված Հա, մարդիկ էին։ էդ էլ կա, որտեղ ընդ Դրա պետք է միջով էլ ենք լրացնել։ անցել։ Ամեն ինչի մեջով անցել ենք։ Ինչն է հարցը։ Տեսեք, սա է։ Սա ադմինիստրատիվ ռեսուրսն է։ Ես վախեցնում են, ասում են, տես չընտրես, տես ինչ կանեմ։ Կա մի քիչ ավելի դրականը։ Ընտրեք, որ բան, ասենք, չգիտեմ, աշխատավարձի բարձրացումը, չգիտեմ, պայեստ կեկեն, պրեմիաներ են, բաներ են, սենց ինչ-որ, եկեք սրան ընտրենք։ Նորերը կգան սաղիթ գործից կհանեն։ Լավ, դա դուք ստանդարտն եք, այսպես մինչև այժմ ստանդարտն եք նկարագրում։ Որովհետև Հիմա նույն այդ ստանդարտն է լինելու, թե։ ժողովուրդ, եկեք ճիշտն ասենք, հա, հերթով։ Ուրեմն ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինք կառուցել է կամ վերանորոգել է 300 մանկապարտեզ եւ դպրոց, տոլի 500 էական չուզում անի։ Եվ բան է սան, գյուղերում ասֆալտ է գցում։ Տարբերությունը հանրապետականների ճանապարհներ է սարքում, չէ, ասֆալտ է գցում։ Հանրապետականների եւ նիկոլականների տարբերությունը զուտ տեխնոլոգիական է։ Դեղ անհատներն էին գցում։ Չէ, նույն ասֆալտն է, տեխնոլոգիան է։ Չէ, տեխնոլոգիան էլ գուցե նույնն է, այնտեղ մարդիկ էին գցում եւ գնում իրենց համար ձայն վերցնում, այստեղ Փաշինյանը, այսինքն դուք մեծամասնական էլ չկա, այսօրվա իշխանություն է կոչվում։ Համամասնական է։ Եթե մեծամասնական լինելու ասենք նույն ասֆալտն է, նույն տրամաբանությունն է։ Այդ եմ ասում, տեխնոլոգիական է, նաեւ ասֆալտն է ուրիշ, նաեւ փռելուց են ուրիշ, նաեւ բանով են, կասկով են, գլխը սաղավարտով են կամ չգիտեմ ինչ-որ զրահաբաճկոններով են բանանում, նայել է սա ուրիշ, նաև լույսն է LED, հասկանում եք, երբ որ քաղաքապետ ասում է, որ 3200 LED լույս է դրել, դա իհարկե հոյակապ է, բայց 3200 LED լույսը AliExpress-ում, ասենք ամեն մեկի հատը $4 է, ինչով ես, ինչ ես գլուխ գովում։ Իսկ վերածը ավտոբուսների կեսը, ասենք այնքան աղմուկը հանում ունեն, ծուխը հանում, որ մարդու բանն է գալիս։ Մեկը փոշու սարքավորումներ։ Կարակ ամեն շրջանում էս ամառ ասեք, ինչքան փոշի է դուրս եկել։ 3 հատ փոշու բռնող սարքավորում են վերցրել։ 3 հատ։ Այն պարագայում, որ ես ասենք բաներ ունեմ, ինձ մարդիկ վիդեոներ են ուղարկում։ Ասենք ամեն օրվա ռեժիմով երևացող, ասենք 1 մմ-անոց փոշի է նստում մարդկանց տան մեջ, ին տան մեջ։ Ու ինչ հեռու գնամ։ Փոշին մաքուրա, պատուանը բացում ես, ամբողջ օրի պատուանը բաց ամնում, կամ նույնիսկ ոչ թե այդ շոկին, այլ նաև գիշերը, որ մի քիչ բան անում, առավոտյան վերես կանում, նույն չափ փոշի, այսինքն ծանցկացնում ես երևում է սպիտակից։ Ու այդ փոշին մարդիկ շնչում են։ Սա է։ Ոչ մի տարբերություն չկա, այսինքն ոչ մի տենց խնդիր չի լուծվել։ Ասֆալտ ինչու, որտեվ կառուցապատման մեջ ամենահեշտն է փող լափել, ոչինչ չի փոխվել։ Ձևական, տեսեք, կոռուպցիան վերացնելու համար ճիվերը պետք է հանես։ Ճիվերը պետք է հանես։ Շատ վատ 1000 ներողություն, բայց բան բերեմ, 88 թվականի երկրաշարժի զոհերը ոչ միայն նրա պատճառով էին, որ սովետական միություններ տենց, այլ ամեն մի պրարաբ էր գողանում ցեմենտ։ Այսինքն շենքերը լավ չէին սարքած, որտեղ ամեն մի պրարաբն էր գողանում։ Հա, վերևն էլ բան չէր անում, բայց այս պրարաբն էր գողանում։ Հիմա նույն բանն է։ Համակարգը փտած է, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սրա մասին բազմիցս ասել եմ, ինքը նախկինն է ոչ թե որտեղ վատնա, առածա, դավաճանա, ոչ, պրոցեսուալ առումով, գենետիկ առումով, ինքը մինչ հեղափոխական սիստեմի ծնունդ է, այո, ինքը այն ժամանակ միավորվել է ասել է սիստեմը պետք է փոխենք, մի քիչ այդ թեմայով մարդկանց բերեց, ինքը ուզում էր մի քիչ փոխել, չստացվեց մի քիչ, հիմա մարդիկ ամբողջությամբ են ուզում փոխեն, բայց ամբողջությամբ չի կարողանում, դրա համար ինքը խափում է, ասում է, որ խաղաղություն է, խափում է, տնտեսական աճ չկա, սկսել են տնտեսական աճի փոխարեն տնտեսական ակտիվություն ցույց տալ, որը միայն շինարարական ոլորտում է, բոլոր մնացած ոլորտները անկում են ապրում, շինարարական ոլորտն էլ
վայ այդ շինարարությանը։ Եթե չեն սննկանում ընթացքում։ Հա, եթե չեն սննկանում ընթացքում, կամ ասենք ինչի է պետք Երևանի կենտրոնում 100 հարգանի, 30 հարգանի շենք, 25 հարգանի շենք, պետք չի Երևանը այդ պարունակությունը չունի ու պետք չի որ դուք գաք Երևանում ապրեք։ Դուք կարաք մնաք այնտեղ, որտեղ որ կաք, որ ձեր այդ հողերը զարգացնեք, որտեղ Երևան որ գալիս եք, ոչինչ չի առաջանում բացի խցանումներից։ Փառք Աստծո 21-րդ դարի առաջի քառորդը վերջացել է, կովիդը բոլորիս սովորացրեց, տնից աշխատել։ Ես մարդ գիտեմ, ով Երևանցի է, տուն է վերցրել Երևանից դուրս, վերարար խալմոզ գիժեմ ինչ եմ գամ այդ Դիլիջանում են տուն առնում։ Հա, ես մա գիժեմ այդ փոշու մեջ ապրեմ։ Իսկ գալիս են մարդիկ, ովքեր գիտեք դա շատ էտել է նախկիններից։ Իրանց թվում է որ կանաչը, հողը, բանը դա վատ է, դրա համար իրանք ասֆալտ են գցում ու բուլիժնիկ, իրանք թվում է, որ իրանք ոտքը, հողին ու խոտին չի կպնում, իրանք տենց են դառնում քաղաքի բան։ Իրանք չգիտեն, որ տենց մնում են շատ վատ գեղցի։ Լավ, շնորհակալ եմ, այսքանով Վերջացնենք երևի, բայց ընտրությունների թեման Դե ընտրությունների թեման է դա։ Մի մասը ասել, այդ ոչ մի տարբերություն չկա։ Ես իմաստը որն էր ես ասացիս, որ տարբերություն չկա, Նիկոլը թե նախկինները, իրանք բոլորը նախկին են, իսկ գոյություն ունի բնակչության ավելի քան 60% զանգված, որը բեզարել է սրանցից։ Եվ այդ 60%-ի համար ենք մենք աշխատում, որ այս Արմենի իշատակը վառ լինի, ասպեր տերարիում իդինամուշ լինի, համակիրների, համախոհների տերարիում։ Այս տերարիումը, այս 25-30%-ը, որ տենց իրար մեջ ես կարիճները, թունավոր բաները, տենց կռիսները, տենց որ վազվզում են իրար կարծում են, օքեյ, տերարիումը հանգիստ թող այնտեղ իրար կարծեն, մենք երկիրը զարգացնենք, տանենք այնտեղ որտեղ որ պետք է։ Դե ամբողջ հարցն էլ հենց այդ, չգիտեմ, 60% եք ասում, այն մարդկանց Ավել է, մասին ես է, տենց ինչ-որ ովքեր կոնսերվատիվ ոչ մեկին են ձայն տալիս, ոչ մեկին Չկա նենց կամ մարդ, չեն որը գնում, ոչ մեկին, չէ։ կամ չեն գնում ձայն տալիս։ Ամենակարևորը հիմա հələ բան է, բայց նախ եւ առաջ չգնալը այդ ամենավատ վախկոտության նշանն է։ Չգնալը, որտեղ չգնալը բացատրում եմ, գնամ, ես իմ սրան տամ, ես կլինի, գնամ, ոչ մեկին ընտրեմ, բան, այդ վախի նշանը չի կարելի վախենալ։ Հենց որ անունը տալիս ես, ինչից ես վախենում, ոչ թե անունը, լավ, ձևակերպում ես, թե ինչից ես վախենում, էլ չես վախենում։ Դրա համար եմ ասում, չվախեք, հասկացեք, խի չեք գնում, ինչի չեք գնում։ Եւ երազեք։ Միանշանակ, այն երազանքը, որը դուք ունեք, հանգարց հետ չկանգնեք, ժողովուրդ, հանգարց չլինի, որ ինչ-որ տենց խրտվիլակի գլխարկով մարդ ասում չի երազեք մեկը, չնայած գիտեմ, որ ոչ մեկի վեճը չի, բայց դա ամեն դեպքում։ Երազանքը դա այն է, ինչը պետքա երեխային տաս, որ ինքը աճի, դու միտեղ պետք է աճես։ Դու չես կարող մնաս այդ քո ցանկապատի մեջ, արա։ Դու ոչխար չես։ Կարեն Սարգսյանն էր մեր այսօրվա զրուցակիցը, շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ, չվախեք։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը դուք եք։ Ես եմ։ Վերլուծաբան սոցիոլոգը եւս դուք եք։ Ես եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ եւ լավ օր։